Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Աշխարհում կան միլիոնավոր, գուցե տասնյակ միլիոնավոր բնակավայրեր, սակայն դրանցից ընդամենը մեկից Չարդախլու գյուղից է դուրս եկել միանգամից երկու մարշալ՝ Բաղրամյանը եւ Բաբաջանյանը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանին։ Մինչև մեր հյուրերի ներկայացնելը փոքրիկ ընդմիջում դիտենք տեսանյութ նվիրված մարշալ Բաղրամյանի կյանքի եւ գործունեության եւ կվերադառնանք տաղավար։ Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Չարդախլու գյուղում։ 1915 թվականի սեպտեմբերից կամավոր ծառայել է Կովկասյան ռազմաճակատում։ 1918 թվականի մայիսին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ 1925 թվականին ավարտել է Հեծելազորի հրամկազմի կատարելագործման դասընթացները։ 1934 թվականին Ֆրունզեի անվան, 1938 թվականին գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1942 թվականին եղել է 11-րդ բանակի, 1943 թվականին առաջին մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հրամանատար։ Ղեկավարել է Օրիոլի, Բելարուսի եւ Լիտվայի ազատագրման, Քյոնիգսբերգի գրավման գործողությունները։ 1945 թվականի ապրիլից երրորդ բելարուսական ռազմաճակատի զորքերի հրամանատար էր։ Բաղրամյանի զորավարական տաղանդը դրսևորվում էր իրադրության խորը եւ համակողմանի վերլուծության, հակառակորդի թույլ կողմերի օգտագործման, սեփական զորքերի մարտական հնարավորությունների օբյեկտիվորեն հաշվի առնելու եւ խիզախ որոշումների ընդունման ունակությունով։ Միշտ մանրազնին պլանավորում էր գործողությունները, հաշվի առնում իրականացման հնարավոր տարբերակները, մարտական գործողությունների ծավալման հավանական ընթացքը։ 1945-ից 1954 թվականներին եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 54-ից 55 թվականներին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, 1955-ից 56 թվականները փոխնախարար, 56-ից 58 թվականները ԽՍՀՄ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1958-ից 68 թվականներին ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, զինված ուժերի թիկունքի պետ։ Կարիբյան ճգնաժամի ժամանակ մշակել եւ ղեկավարել է Կուբայում խորհրդային զորքերի տեղակայման գործողությունը։ 1968 թվականից եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության տեսուչների խմբի գլխավոր տեսուչ։ Մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին եւ թաղվել Մոսկվայի Կարմիր հրապարակում Կրեմլի պատի մեջ։ Խորհրդային Միության մարշալ է, կրկնակի հերոս, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով եւ մեդալներով, արժեքավոր ռազմագիտական աշխատությունների եւ հուշերի հեղինակ է։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը եւ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռազմարվեստի եւ ռազմական վարչարարության ցիկլի պետ փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը։ Բարի գալուս, պարոն էքսպաներ, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Պարոն գնդապետ, ինչ խոսք, հասկանալի է, որ մարշալ Բաղրամյանի մասին տասնյակ հաղորդումները իսկ չեն բավականացնի, որպեսզի մեր հեռուստադիտողը ընդհանուր առմամբ սպառիչ պատկերացում կազմի, սակայն բոլոր դեպքերում այսօրվա մեր ներկա հաղորդմամբ կփորձենք ներկայացնել եւ միանգամից կխնդրեի, որ որպես փորձառու զինվորական ներկայացնեք որն է մարշալ Բաղրամյանի համաժողովրդական ճանաչման եւ սիրո գաղտնիքը։ Հայնական մեծ պատերազմի տարիներին այս ժողովուրդը տվեց բազմաթիվ զորահրամանատարներ, որոնք մարտնչել են տարբեր ճակատներում, վարելով բարձր պաշտոններ։ Այդ զորավարական աստղաբույլի մեջ իր առանձնահատուկ տեղն ու դիրքն դերում է Սովետական Միության, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Ինչու՞մն է կայանում նրա համաժողովրդական սերը, նա անչափ սիրված էր հայ ժողովրդի կողմից, նա բազմակողմանիորեն կապված էր մեր գրողների, մեր գիտնականների, մեր շատ եւ շատ արվեստագետների հետ։ Եվ պատահական չէ, որ ժողովուրդը նրան գիտեր մինչև հայնական մեծ պատերազմը եւ նրա անունը հենց պատերազմի առաջին իսկ օրվանից մի քանի անգամ բազմիցս նշվելով Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրերով արժանացավ
մեծ սիրո եւ հարգանքի եւ ժողովուրդը միանգամից ցնծությամբ ընդունեց մարշալ Բաղրամյանին ամբողջ պատերազմի ընթացքում հետևելով եւ նրա գործողություններին եւ հպարտանալով եւ նրա մասին երգեր, բանաստեղծություններ գրելով, նույնիսկ նամակագրական կապ հաստատելով մարշալ Բաղրամյանի հետ, որը իսկապես սիրվեց, մտավ ժողովրդի մեջ։ Բաղրամյանի ամեն այցը Հայաստան հիրավի տոն էր համաժողովրդական։ Մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ նրա յուրաքանչյուր այց իսկապես տոնական մթնոլորտ էր ստեղծում, հանդիպում դպրոցներում, հանդիպում ծննդավայրում, հանդիպում ժողովրդի հետ, մի քանի անգամ Գերագույն խորհրդի ընտրելով Գերագույն խորհրդի դեպուտատ եւ այլ, թե միության, թե հանրապետության տարբեր Գերագույն խորհրդների, տարբեր գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Այդ բոլորը արժանացել է նրան համաժողովրդական կոչման։ Մեր նկարիչները նրա նկարներն էին նկարում, հատկապես Մարտիրոս Սարյանը, նա մեծ կապի մեջ էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ, շատ եւ շատ գրողների հետ եւ այլն։ Շնորհակալություն։ Պարոն փոխնկատապետ, որպես ռազմական արվեստի մասնագետ, արդեն խոսք գնաց հայրենական մեծ պատերազմի մասին, այդ շրջանում մեր հայրենակից, մեր մարշալ Բաղրամյանի ռազմական գործունեության որ փուլերի դուք առանձնապես կառանձնացնեք եւ կարեւորեիք։ Ընդունված է, որ Հովհաննես Բաղրամյանի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջի փուլում գործունեությունն է փառաբանվում, սակայն ես կցանկանայի ռազմարվեստի առումով կանգ առնել նրա 1943 թվականի Կուրսկի աղեղում գործունեությանը, որովհետև որքան էլ տարօրինակ է, խոսելով ռազմաճակատի հրամանատար Բաղրամյանի մասին, մենք կարծես աչքաթող ենք անում բանակի հրամանատար Բաղրամյանին, որտեղ իմ կարծիքով հենց թրծվեց Բաղրամյանը որպես զորավար, որովհետև հենց այդպիսի հնարք պետք է, ինչպիսի հնարք պետք է կիրառեր մարդը, որպեսզի կարողանար հուլիսի 12-ը 1943 թվականի նշանավոր Պրոխորովկայի տանկային մարտի օրը վերածել երկրորդ նշանավոր իրադարձության, ինչպիսին էր իր գլխավորած 11-րդ գվարդիական բանակի հարձակումը Օրիոլան խմբավորման դեմ։ Ու այս մասին խոսում է ինքը զրահատանկային զորքերի մարշալ Ռոտմիստրովը, որը նշում է, որ Բաղրամյանը այնուամենայնիվ կարողացավ 1943 թվականի հուլիսի 12-ը վերածել յուրօրինակ իր համար տոնի, որովհետև իրականացնելով հարձակում, հարվածելով Կուրսկի խմբավորումը շրջապատելու փորձ կատարող գերմանացիների թևին թիկունք դուրս գալու մտադրությամբ, Բաղրամյանը այնպիսի հարձակում իրականացրեց, որ մնաց մարտավարության պատմության մեջ։ Մասնավորապես բնութագրական է նրա բանակի հարձակումը, երբ ընդամենը 36 կիլոմետր ճակատում իրականացված ճեղքման արդյունքում խորհրդային զորքերը Բաղրամյանի գլխավորությամբ կարողացան խորանան 74 կիլոմետր, ցույց տրվեց մարտավարության շատ ուշագրավ բանաձև, որը հետագայում հայտնի դարձավ Բաղրամյանի բանաձև անունով։ Երբ հարձակման ճակատը մոտավորապես հավասար էր զորքի լուծվող մոտակա խնդրի խորությանը, սա էլ մոտավորապես հավասար էր հետագա խնդրի խորությանը եւ եւս ինչ որ տարածություն էր մնում, որը Բաղրամյանի առաջարկով որոշվեց կոչել հարձակումը շարունակելու ուղղություն։ Այս տրամաբանությունը խորհրդային բանակում չկար, իմիջայլոց մինչև այդ Այսինքն նորամուծություն էր դա ռազմական արվեստում։ Ոչ միայն խորհրդային ռազմարվեստում, այլև համաշխարհային ռազմարվեստում էր նորամուծություն, երբ բանակը հարձակվում էր իր հարձակման ճակատից կրկնակի ավելի մեծ խորության վրա, ավելի քան կրկնակի ավելի մեծ խորության վրա։ Բնութագրական է, որ բանակի հարևանները 61-րդ եւ 50-րդ խորհրդային բանակները կարողացան խորանալ 25 մինչև 25 կիլոմետր, այն դեպքում, երբ կենտրոնում Բաղրամյանը իր բանակը առաջ տարավ 74 կիլոմետր եւ միայն հարևաններից կտրվելու վտանգներ, որ ստիպեց մեր անվանի զորավարին կանգնացնել դադար տալ հարձակման, որովհետև առաջացավ վտանգ, որ հարևանները չեն կարողանում առաջ գան եւ բանակը առաջ շարժվելով կարող է կտրվել իր թևերից, թիկունքից եւ հայտնվել փաստացի շրջապատման մեջ։ Մինչ այժմ ինչքան տեղյակ եմ, Օրիոլ քաղաքը
ազատագրող Բաղրամյանի անունը բնակիչների կողմից ակնածանքի եւ սիրո հարգանքի է արժանացած, նա հիշատակը վառ են պահում Օրիոլի բնակիչները։ Իհարկե ոչ միայն Օրիոլի, այլև շրջակայքի, որովհետև Բաղրամյանը կարողացավ փայլել, ընդ որում փայլեց ոչ միայն իր հարցակողական գործողությունների թափով, այլև սրընթացությամբ, դա շատ կարևոր էր, որտեղ խորհրդային բնակավայրերը չավերվեցին ազատագրման ընթացքում, հրետանին, որը սովորաբար խորհրդային ռազմարվեստում շատ մեծ նշանակություններ դեր ուներ, չավերեց այդ բնակավայրերը, գերմանացիները շրջապատման սպառնալիքի տակ ուղղակի նահանջում էին, թողնելով առանձին շրջաններ նույնիսկ, ոչ թե բնակավայրեր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ներկայացող տեսանյութում կհնչի մարշալ Բաղրամյանի ձայնը, նա այդտեղ պատմում է հետևյալի մասին, եւ նա Ստալինին ներկայացրել է Խորհրդային Միության հերոսի կոչման արժանիների ցուցակը, Ստալինն անմիջապես նրան դիտողություն է արել, որ նման համեստություն, այդ աստիճան համեստության կարիք չկար եւ անձամբ իր ձեռքով Բաղրամյանի անուն ազգանունը ավելացրել այդ ցուցակում։ Այդ տեսանյութը դիտենք եւ կրկին կվերադառնանք տաղավար։ Сталин, зная о том, каких успехов мы достигли, сразу поздравил меня с этими успехами, просил передать свою благодарность войскам и тут же приказал, что вот за то, что вы так хорошо наступали, за то, что вы сходу преодолели такую мощную водную преграду, как Западная Двина, немедленно представьте по команде на получение звания Героя Советского Союза. Պարոն գնդապետ, մոտենում է հայնական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը եւ ժամանակի հեռավորությունից մեր վետերանների համար մարշալ Բաղրամյանը որպես կերպար ինչ ուսուցողական, ինչ դաստիարակչական, ինչ օրինակելի դերակատարություն ունի։ Իհարկե մի քանի օրից մենք նշելու ենք մեծ հայնականում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը, որը մեր հայերիս համար, մեզ հայերիս համար ունի անչափ կարևոր նշանակություն։ Անկախ այն բանից, թե պատերազմը Հայաստանով անցավ, թե չանցավ, իհարկե չանցավ, բայց հայ ժողովուրդը ունենալով մեծ ներդրում, հսկայական ներդրում ունեցավ հաղթանակի ձեռքբերման գործում։ Մեր փառապանծ զորավարները այսօր 70 տարի հեռուց նայելով ավելի է պայծառանում նրանց դիմագիծը, ավելի որոշակի են դառնում նրանց կատարած խրագործությունները, նրանց կատարած ամբողջ հերոսական աշխատանքը, այսինքն կարողանում ենք արդեն ճշտորեն ամփոփել այդ տարիների այն դժվարին գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանում, որ նրանք կատարել են շատ բարդ պայմաններում եւ դա մեծ նշանակություն է այսօրվա երիտասարդության ռազմայնացիական դաստիարակության գործում 70 տարի անց ավելի փայլատակում է նրանց անունը հպարտության եւ արժանի զգացում ենք ապրում բոլորս։ Հպարտության զգացմունքներ առաջացնում յուրաքանչյուրիս մեջ, որ ունեցել ենք այդ արժանավոր զորահարամանատարներ։ Եվ մեր ներկա զինվորականների համար արդեն Եվ նրանք իհարկե Արցախյան գոյամարտում հենց Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի դաստիարակած եւ մյուս մարշալների դաստիարակած նրանց հայնական պատերազմի մասնակիցների դաստիարակած զավակներն էին, որ Արցախյան գոյամարտում այդպիսի հերոսություններ ցուցաբերելով ոչ միայն հաղթանակ ձեռք բերեցին, այլև ազատագրեցին մեր պատմական Շուշին։ Պարոն փոխգնդապետ, նորից խոսք գնաց հայնական պատերազմի մասին, դուք նշեցիք Բաղրամյանի գործունեությունը որպես բանակի հրամանատար, սակայն հայտնի է, որ բանակի արդեն վերջնական փուլում, ավարտական փուլում Բաղրամյանի ռազմավարական, զորավարական տաղանդը առավել փայլատակեց որպես ռազմաճակատի հրամանատար։ Խնդրում եմ այդ շրջաններ ներկայացնեիք։ Անշուշտ, որովհետև բոլորին ես եւ դրա մասին նշեցի, առավել հայտնի է Բաղրամյանը որպես ռազմաճակատի հրամանատար, այսինքն առաջին մեծության զորավար։ Խոսքը այն մասին է, որ Բաղրամյանի ենթակայության տակ
այնքան զորք կար, որ նա երբևիցե ամենամեծ քանակի զորք ղեկավարած հրամանատարն է բոլոր հայերի մեջ եւ բնականաբար այս տարածքին ընդգրկման առումով իհարկե եւ դա պատահական չէր, որովհետեւ իր բանաձևը հարձակման խորության եւ ճակատի հարաբերակցության նրան առաջարկվեց կիրառել ռազմաճակատ օղակում, որպիսի ապացուցի այդ բանաձևը համապիտանի է թե ոչ, այսինքն մարտավարության գլխավոր բանաձև կարող է դառնալ թե ոչ։ Եվ այդ նպատակով Բաղրամյանին առաջարկվեց առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատարությունը եւ որքան էլ տարօրինակ էր, Բաղրամյանը կարողացավ ապացուցել, որ իր բանաձևը ոչ միայն բանակ օղակում, այլև ավելի բարձր ռազմաճակատ, հետևաբար տրամաբանական կլներ նաև ավելի ցածր օղակում կորպուս կամ դիվիզիա կիրառելի բանաձև է, եւ սրա տիպիկ օրինակը 1944 թվականի ամռանը իրականացված հարձակումներ Բելարուսիայում, ընդ որում շեշտենք, որ լինելով առաջի մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, Բաղրամյանը աջակցող խնդիր էր կատարում փաստացի, որովհետև հիմնական խնդիրը այնուամենայնիվ կատարում էին առաջին, երկրորդ եւ երրորդ բելարուսական ռազմաճակատները եւ Բաղրամյանը կարողացավ իր ամբողջ զորավարական տաղանդը ներդնել այս հարձակման մեջ, նախ փայլուն կերպով մասնակցեց Վիծեբսկի գերմանական խմբավորման շրջապատման գործին, որտեղ շրջապատման մեջ հայտնվեց գերմանական ավելի քան 40,000-անոց խմբավորում, ապա նրանից հետո փաստացի այդ շրջապատումով Բաղրամյանի զորքերը հայտնվեցին իրենից ձախ գործող երրորդ բելոռուսական ռազմաճակատի, որի հրամանատարը մարշալ Ռակասովսկին էր, ռազմաճակատի զորքերի արչև եւ խորհրդային զորքերի արչևով հարձակվելով խորացան առաջ դուրս եկան Վիլնյուսի խմբավորման հյուսիսային թևը, ապա ի զարմանս գերմանացիների հարձակումը դեպի արևմուտք, որը շատ տրամաբանական էր, փոխվեց դեպի հարձակման դեպի հյուսիս եւ Բաղրամյանի խմբավորումները դուրս եկան Բալթիկ ծովի ափ, որտեղ իմիջայլոց հետագայում արդեն աշնան մարտերի ընթացքում շրջապատվեց գերմանական շուրջ 40 դիվիզիա, որոնք կտրվեցին հիմնական ճակատում կռիվանող 200 դիվիզիաներից։ Այնքան մեծ էր գերմանացիների զարմանքը այս հնարքի կիրառման արդյունքում, որ նույնիսկ նրանք չէին կարող դատակցել։ Այսինքն կրկին նորամուծություն Բաղրամյանի կողմից կատարվեց ռազմական արվեստի պատմության մեջ։ Թվում էր, թե տրամաբանականը արևելքից արևմուտք հարձակումն է, բայց Բաղրամյանը նույնիսկ այդ տրամաբանության շրջանակներով կարողացավ նախ հարձակվել փաստացի դեպի հարավ-արևմուտք ուղղությամբ, ապա նաև դեպի արևմուտք շարժվելով հարձակումը շրջեց դեպի հյուսիս, որը փոխում էր մինչ այդ ռազմարվեստում ընդունված բոլոր կանոնները։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ կընտրենք մարշալ Բաղրամյանի մի քանի ասույթներ եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկի զինվորը լինելու բախտ եմ ունեցել հայրենիքի համար ծանրագույն 1918 թվականին։ Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ։ Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը շատ մեծ է։ Եթե այնտեղ չջախջախեինք թուրքերին, նրանք կգնային Էջմիածին եւ Երևան։ Հայաստանից ոչինչ չէր մնա, ոչինչ չէր փրկվի։ Հայերը հաղթեցին, որի շնորհիվ կա այսօրվա ծաղկուն Հայաստանը։ Շատ են մեծ հայերը, սակայն նրանց մեջ առանձնանում է Թումանյանը։ Նա մեծ է բոլորից, իսկական մի ողջակեզ, ով ճերմակ դրոշը ձեռքին անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից եւ խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում։ Ես մի առանձին սեր եմ տածում հայրենի վայրերի նկատմամբ։ Ամեն անգամ ես մեծ հուզմունքով եմ գալիս հարազատ օջախը, որտեղ ամեն քար ու թուփ թանկ են ինձ համար։ Հպարտությամբ է լցվում սիրտս, երբ տեսնում եմ, թե որքան լավ են ապրում իմ համագյուղացիները, որքան է գեղեցկացել իմ ծննդավայրը։ Չարդախլուն, մեծ Կովկասի հսկա գագաթներով շրջապատված այդ ոչ մեծ գյուղը իրավամբ քաջասիրտ ռազմիկների գյուղ են անվանում։ Պարոն գնդապետ, մեր բնակչությունը քաջատեղյակ է Հայաստանապետության վետերանների ակտիվ հասարակական գործունեությանը, հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության եւ քարոզչության
ոլորտներում կատարած աշխատանքներին եւ այդ առումով համոզված եմ, որ մարշալ Բաղրամյանի մարտական հայրենասիրական ոգին միշտ ձեզ ուղեկից է։ Կխնդրեի այդ առումով ներկայացնեք վետերանների գործունեությունը։ Ես իհարկե աշխատանքի բերումով հաջողակի եմ լինում Մոսկվայում եւ եղել եմ նաեւ իհարկե Մինսկում եւ ինչքան հպարտ եմ, որ Բաղրամյանի անունը փայլատակում է ուրախակի եւ նրա մեծ տաղանդի շնորհիվ մեծ հարգանք ունեն բոլոր հայերը իմ նշված քաղաքներում, հատկապես Բելարուսիայի մայրաքաղաքում։ Եթե իմանում ես հայ են, անմիջապես քեզ պատկերացնում են որպես Բաղրամյան։ Իհարկե հետպատերազմյան տարիներին Բաղրամյանը ձեռքերը ցալած չնստեց, ինչպես նշեց մեր փոխգնդապետը, եւ նա հսկայական աշխատանքներ կատարեց գրականության ասպարեզում, ռազմանյացիական գրականության ասպարեզում, իր հուշերը հանձնելով գրքին։ Իմիջիալոց ուզում եմ մինչև հարցին պատասխանել նշեմ նաև, որ Բաղրամյանը մեծ դեր ունի նաև Մոսկվայի պաշտպանության գործում։ Ինչպես գիտեք, Բաղրամյանը նշանակվել էր Մոսկվայում ուղղության շտաբի պետ, եւ Ժուկովը նրա ամբողջ ծառայությունը գնահատում է գերազանց եւ մեծ էր Բաղրամյանի դերը Մոսկվայի պաշտպանության գործում։ Բաղրամյանը միակ այն զորավարներից էր, որ փայլատակում էր եւ շտաբային գործում, եւ մարտական գործողությունների ժամանակ երկուսի դեպքում էլ լավ տեսաբան։ Լավագույնը զուգակցում է։ Եւ քանի որ նա եւ Ժուկովը եւ Վասիլևսկին քաջատեղյակ էին Բաղրամյանի գաղափարին, նրա ունակություններին, ամենադժվարին տեղերում նշանակում էին Բաղրամյանին։ Եվ այսօր մենք մեր երիտասարդությանը, հատկապես դպրոցներում, հատկապես զինկոմիսարիատներում բանակ ճանապարհելու ժամանակ միշտ էլ օրինակ ենք բերում ոչ միայն մեր մարշալների զորավարական տաղանդներից կտորներ, քաղվածքներ, այլ նաև նրանց գրքերից լիարժեք հատվածներ, որոնք ինձ թվում է մեծ ազդեցություն ունեն ռազմանյացիական դաստիարակության ասպարեզում մեր երիտասարդության վրա։ Բաղրամյանի գրիչը հիանալի միտք ունի, գաղափար ունի եւ շատ հիանալիորեն կարդացվում է եւ ես խորհուրդ կտայի նրա գրվածքները, նրա բոլոր ռազմայնասիրական գրքերը, նրա պատմական ռազմայնասիրական այդ աշխատությունները անպայման կարդան։ Մանավանդ թարգմանված են հայերեն, թարգմանված հայերեն եւ շատ հիանալի ձևով թարգմանված եւ ընթերցում են երիտասարդության կողմից։ Ձեր շնորհավորական խոսք ուղերձը։ Ցավալիորեն ուզում եմ նշել, որ Հայաստանի հայնական մեծ պատերազմի մասնակիցները օր-օրի պակասում են։ Նրանց տարիքն այնպեսին է, որ ոչինչ անել չեն կարող։ Այսօր ապրիլի 1-ի դրությամբ ունենք 1100 հայնական մեծ պատերազմի մասնակից, որոնց 60%-ը գտնվում է անկողնային վիճակում։ Ես շատ գոհ եմ մեր կառավարությունից, որ բարձրացրեց նրանց պատվովճարը, կրկնապատկեց, դա գովելի է եւ ես շնորհակալություն եմ հայտնում օգտվելով առիթից, միևնույն ժամանակ մեր բոլոր վետերանների անունից սրտանց շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, ցանկանում բոլորին առողջություն, հաջողություն եւ որ մեր մայիսյան եռատոնը միշտ լինի բարձր մակարդակով եւ Աստված ոչ անի, եթե նորից մրրիկ բարձրանա, ինչպես մենեւց բանաստեղծն է ասել, անպայման մայիսին նով պետք է վերջանա։ Անպայման շնորհակալություն։ Մենք նույնպես մեր վետերաններին մաղթում ենք առողջություն։ Պարոն փոխգնդապետ, խնդրում եմ ներկայացրեք Բաղրամյանի գործունեության առանցքային փուլերը արդեն հայնական պատերազմից հետո։ Ինչն եք արժևորում եւ կարեւորում։ Ես եթե թույլ տրվի շարունակեմ պարոն գնդապետի միտքը, որտեղ նա նշեց Բաղրամյանի անշուշտ շատ մեծ դերակատարում է ռազմահայրենասիրական գործունեության բնագավառում, բայց չմոռանանք, որ ռազմարվեստի շատ մեծ տեսաբան էր Բաղրամյանը եւ նրա օպերատիվ ռազմավարական հոդվածները, աշխատությունները շատ մեծ նշանակություն ունեցան ոչ միայն պատերազմից անմիջապես հետո, այլև նույնիսկ 1960-70-ական թվականների ռազմական ակադեմիական կրթության բնագավառում դառնալով փաստացի ուղենիշներ եւ այս առումով շատ մեծ է Բաղրամյանի դերը որպես ռազմական կրթության կազմակերպիչ։ Ճիշտ է, նա ընդամենը 3 տարուց քիչ փոքր ժամանակ եղավ Խորհրդային Միության գլխավոր շտաբի ակադեմիայի պետ,
սակայն նրա գործունեությունը հետագայում 1960-ական, 70-ական թվականներին մեծ էր երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված, երկրորդ համաշխարհայինին առհասարակ ոչ միայն հայրենական պատերազմին նվիրված գրականության հրատարակման գործում եւ նա նախ որպես գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, ապա նաև հետագայում որպես Խորհրդային Միության գլխավոր ռազմական տեսուչ եւ թիկունքի պետ, շատ մեծ նշանակություն տվեց հենց դաստիարակման եւ գործնական հմտությունների համատեղմանը, որը հայրենական պատերազմի առաջին փուլում Խորհրդային Միության զորքերի գլխավոր թերություններից էր համարում եւ փաստացի իրավացի էր այսօր տեսական գործունեությունը եւ գործնականը չհամատեղելը համարվում է զինված ուժերի գլխավոր թերություններից մեկը։ Փաստացի մենք գործ ունենք արդեն Բաղրամյան Մարգարեի հետ, որը հասկացավ, որ չի կարող լինել գործնական մոտեցում առանց տեսության եւ չի կարող լինել տեսություն կտրված պրակտիկայից։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ լսենք Մարշալ Բաղրամյանի մասին, անվանի զորահրամանատարների եւ ռազմական պետական գործիչների կարծիքներ եւ կվերադառնանք նորից տաղավար։ Ես վաղուց եմ ճանաչում Իվան Քրիստափորիչին։ Նա մեր այն տաղանդավոր ու փորձառու զորապետերից է, որոնք փայլուն կերպով գիտեն շտաբային աշխատանքը։ Պատերազմի տարիներին մենք հազվադեպ էինք հանդիպում, բայց նրա մարտական գործերի մասին ինձ ամեն ինչ հայտնի էր։ Նրա հոյակապ կազմակերպչական ընդունակություններն ի հայտ եկան դեռևս պատերազմի սկզբի խիստ բարդ իրադրության մեջ։ Նա լրջախոհ, իր գործն իմացող զորապետ է, հանգիստ, հավասարակշռված, աշխատասեր, օպերատիվ առումով գրագետ։ Բաղրամյանը հատկապես աչքի ընկավ Կուրսկի ճակատամարտում, որպես առաջին մերձբալտյան ռազմաճակատի հրամանատար բելարուսական օպերացիայում։ Պատերազմից հետո մենք հաճախ էինք հանդիպում, ընկերություն անում։ Գեորգի Ժուկով, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության քառակի հերոս։ Անտարակույս, տաղանդավոր զորավար է Բաղրամյանը։ Նա ունի եւ հրամանատարական, եւ շտաբային աշխատանքի փորձ, եւ դա նրան օգնում էր հաջողությամբ լուծելու ինչպես զորքերի կառավարման, այնպես էլ օպերացիաների պլանների մշակման հարցերը։ Ըստ որում նա անպայման աշխատում էր գտնել հաղթանակի հասնելու ամենակարճ ուղին։ Հովհաննես Բաղրամյանը բնավորությամբ հաստատակամ է ու աներեր։ Ալեքսանդր Վասիլևսկի, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Բաղրամյանը հսկայական ավանդ է ներդրել պետության պաշտպանական հզորության ամրապնդման գործում։ Հենց նրա ղեկավարությամբ է վերաստեղծվել զինված ուժերի թիկունքային ապահովման կենտրոնացված համակարգը, կատարելագործվել թիկունքի ծառայությունները, ռազմական գործողությունների թաթերաբեմերի թիկունքային պատրաստումը համակարգային բնույթ ստացել, թիկունքի մարտական եւ օպերատիվ պատրաստության նոր կանոնադրություններ եւ հրահանգներ մշակվել։ Սերգեյ Իվանով, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար, գեներալ գնդապետ։ Պարոն փոխգնդապետ, որպես ռազմական ուսումնական հաստատությունում դասավհոս, դասավանդող ցիկլի պետ, կխնդրեի ձեր շնորհական ուղերձը թե կուրսանտներին եւ թե ընդհանրապես մեր բանակ զորակոչվող զինվորներին, մեր պատանիներին։ Ես եւս շնորհավորում եմ մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակը եւ դա ամբողջ աշխարհին է ուղղված, ոչ միայն մեր ժողովրդին, որովհետեւ ամբողջ աշխարհը համախմբվեց ֆաշիզմի դեմ պայքարում եւ մեր պատմությունը դրանով է փառավոր, որ մենք կարողացանք լինել այն ճամբարում, որը պայքարում էր ճշմարիտի իրականության համար եւ անշուշտ Բաղրամյանի գործունեությունը մեր համար ուսանելի է եւ բնավ միայն նրա տված թողած բանաձևով կամ նրա գործունեությամբ չէ, այլ այն ուսուցանող ռազմահայրենասիրական բնույթի գործունեությամբ, որին ականատես ենք մենք լինում եւ գլխավոր դասը, որ Բաղրամյանը թողեց մեզ հետագա սերունդներիս, այն էր, որ պետք է կարողանալ համատեղել դաստիարակչական գործունեությունը, ռազմական, հայրենասիրական, ինչու՞ չէ նաև տեսական ու գործնական դրվագները միավորել եւ ստանալ մի ամբողջություն, որը հենց կազմելու է ռազմարվեստը եւ այս ուղղությամբ կարեւոր է, որ մեր զինված ուժերը այսօր վերցրել են մի ուղղություն, որ խորհրդային բանակում
արկա թերությունների հաղթահարումը չի իրականացվում դրանց ամբողջ մերժումով, այլ դրան ինչ որ մի բան ավելացնելով, փաստորեն ապահովելով շարունակականությունը։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, բոլորս մեկ մարդու պես հավատացած ենք, որ գալու է անպայման այն օրը, երբ հայ զինվորը պետք է ազատագրի թշնամու գերությունից մեր երկու մարշալների ծննդավայր հերոսական Չարդախլու գյուղը։ Հայորդին էր հաղորդաշարի կողմից սիրով շնորհավորում ենք մեր վետերաններին եւ ազատամարտիկներին, հաղթանակի եռատոնի կապակցությամբ մեր վետերաններին, ազատամարտիկներին մաղթում առողջություն, մեր բանակին հաղթանակների հետագա շարան։ Այսօրվա հաղորդումը նվիրված էր Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին, հաջորդ հաղորդմանը կներկայացնենք լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։